Բարգավաճ Հայաստանից հեռացած պատգամավոր Արագած Ախոյանն առայսօր չի ծանոթացել սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Իմ կարծիքը ավելի ուշ ձեզ կհայտնեմ։ Պատգամավորն անձամբ մի քանի անգամ շփվել է Սերժ Սարգսյանի հետ, շատ հանդուրժող մարդ է, մասնավորապես իրեն որակումներ տվող ընդդիմադիրների հանդեպ։ Այնքան հանդուրժող են, ասենք իշխանությունը, որ նման ասենք արտահայտությունների կամ ինչ-որ նկարների հաստատ համոզված եղեք հարևան երկրում երևի կաքսոր է։ Պարոն Ախոյանը համոզված է, մենք պետք է հարգենք Սերժ Սարգսյանին, անկախ նրանից լեգիտիմ է այդ մարդը թե ոչ։ Արդեն քանի տարի ենք պաշտոնավարում, չէ՞ նախագահ, չէ՞։ Այսօր խոսել լեգիտիմության մասին, լեգիտիմ է թե ոչ, դա ավելորդ եմ համարում։ Իսկ փաստը, որ պետական հարգանքի խորհրդանիշ համարվող Սերժ Սարգսյանը կարող է իտես ամբողջ աշխարհի մականունով վիրավորել Բարգավաճ Հայաստանի նախկին առաջնորդին, Արագած Ախոյանի համար քննարկելու թեմա չէ։ Երկրի նախագահ է եւ կարծում եմ, որ ինքն է որոշել, թե ինչպես ինչ սահմանի մեջ, ինչ ձևաչափի մեջ խոսի եւ իր խոսքը օգտագործի։ Արագած Ախոյանին մեր երկրի ժողովրդավարության մակարդակը շատ է գոհացնում, նույնիսկ հանրապետական կուսակցությունում է տիրում այդ ժողովրդավարությունը, այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Սակայն փաստ է, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել էր միանձնյա, քանի որ իր բառերով մեկ գիշերում չէր կարող բոլորի կարծիքը հարցնել։ Ինչ գիտեք, ինչ սիտուացիա է եղել, ինչ գիտեք, ինչ ասենք անվտանգության խնդիր է եղել երկրի գլխին կախված։ Կարող է Սերժ Սարգսյանը մտածել սահմանադրությունը փոխելու միջոցով վերարտադրվելու մասին, Բարգավաճ Հայաստանից հեռացած պատգամավորը հասկացրեց, որ ժողովրդավարական երկրում նման բան չի լինի։